Մեր բաշտելի փրկին Տեր Հիսուսյանով գողջունեմ ցեզ սիրելի եղբայրներ եւ քույրեր եւ գաղութեմ որ Աստծո օրհնությունը հանգչի մեր բոլորի վրա մինչ իր խոսքը կսերդենք կլսենք թող Սուրբ Հոգին մեր մտքերը լուսավորե որբեսի հասկանանք այն ճշմարտությունները զորգուզե որ սորվինք ուրեմն պիտի շարունակենք առաջին Թեսաղոնիկեցված երկրորդ գլուխեն մեր սերդողությունը 15-ն 16 համարները ուրգսե արաքյալը 15-ն 16 որոնք Տեր Հիսուսն ալ բերծուցին մարգարեներն ալ եւ մեզ հալածեցին ու Աստծո անհաջո եւ բոլոր մարդոց հագարակին ու մեզ գարկիլեն հետանոսներուն խոսելե անոնց փրկությանը համար որբես իրենց մեղքերուն չափը լեցնեն ամենադեն եւ փարգությունը անոց վրա հասեր է մինչև վերջը Արաքյալը նախորդ համարներում մեջ կխոսի որ ինչպես անոնք իրենց ասկագիցներուն գոմե չարչարանքներ գրեցին հալածվեցան եւ օրինակ կբերե այս համարի մեջ նալ գսե գահստադե որ անոնք են որ Տեր Հիսուսը մերծուցին, մարգարեներն ալ մերծուցին եւ մեզ ալ գահալածեն։ Որոնք են Հիսուսը մերծնողները, ադեն մլերնեն վարձկել ուզեցին, Ղուկաս 4-րդ գլուխի մեջ կգարտանք։ Ադեն սպասավորներ գրգեցին, որպեսի բռնեն եւ մերծնեն։ Ասիկա կգարտանք Հովանու 7-րդ գլուխին 45-46 համարները։ Ուրգսե, երբ որ սպասավորները կղրգվին եւ անոնք կվերաթարնան, գսե 45 ու սպասավորները նորեն եկան քահանայապետներուն եւ փարիսեցիներուն ու ասոնք ըսին անոնց ինչու զանի գահոս չբերիկ պատասխան տվին սպասավորները երբեք մեկ այս մարդու պես խոսած չէ այն ադեն փարիսեցիները պատասխան տվին անոնց եւ ըսին միտե թուգալ մոլորեցակ կտեսնեք հսպանողները որոնք էին փարիսեցիները Սուրբ Ստեփանոս նախավական եւս իր զգայացած քարոզի մեջ շեշտեց բացահայտորեն թե որոնք մերծուցին Հիսուսը եթե գարտան Կորցք արաքելոց 7-րդ գլուխին 52-րդ համարը գսե մարգարեներեն հոս Ավետարանիչ Ղուկաս Ավետարանիչ կնկարագրե Ստեփանոսի խոսակցությունը եւ այդ խոսակցության մեջ գսե 52-րդ համարը մարգարեներեն որը չհալածեցին ծեր հայրերը ու սպանեցին զանոնք որ առաջվնե պատմեցին այն արդարին քալուն համար որուն թուք հիմա մատնիչները եւ սպանդողները եղաք կտեսնեք թուք սպանեցիք Այս հատվածի մեջ որ գարտացինք Բողոս որոշ մարդոց գագնարգե որոնց համար գսե մեզ ալ հալածեցին ու Աստուծո անհաջո եւ բոլոր մարդոց հագարակ են գսե ոս ինչ որ գարտացինք անգասկած ծայրահեղ մոլերանտ ու ավանդաբաշտ հրյաներուն գագնարգեր որ ժամանակին ինքալ անոցմեր եթե քաղաքացիս Առաջին գլուխը գարտանք 13-14 իր անձին համար գսե վասնզի լսած եք դուք իմ առաջվան ժամանակի վարմունքս հրեության մեջ ինչպես չափե դուրս գահալածեի Աստծո եկեղեցին ու կգործանեի զանիգա եւ 14-րդ համար եւ իմ հայրենի ավանդություններուս խիստ նախանցավորը լալով իմ ազգից մեջ ուրեմն եղած շատ հասակագիցներեն ավելի հարաճատեմ էի հրեության մեջ իր նախքին յանքի մասին գխոսի թիրքի մասին գխոսի ըստ արաքյալին այս մարդիկը գարկիլեին որ ավետարանը հետանոսներուն քարոզվի անոնց փրկությանը համար գսե հոս որ գարտացինք ու մեզ գարկիլեն հետանոսներուն խոսել է անոնց փրկությանը համար Գարելի բան է որ գարմը մարդոց միտքը այս աստիճան խավար ու գույրը լա այո
եւ արկիլեն ավետարանի դարածվիլը։ Այո, կարելի է։ Ինչ բանն է, որ զիրենք այս վիճակին կմատնե։ Մեկ բան, ավանդաբաշտությունը։ Այս տասագարքի մարդիկ ինչպեսի կորձեր ալ գադարեն, Աստուծո անհաջո է, այդպես կսե։ Կսե եւ մեզ ալ հալածեցին ու Աստուծո անհաջո եւ բոլոր մարդոց հակառակ են։ Աստուծո անհաջո է ինչ շալանեն այս մարդիկը, որովհետեւ գադարված կորձերը ձուր սիրտեմը գփխի, ուր ադելությունը լեցուն է։ Շարունակելով առաքյալ իր խոսքը հիշյալ մարդոց ակնարեկելով գսե. իրենց այս արարքով կորձած մեղքերնին չափը գլեցնեն։ Այլ խոսքով, ասոնք մարգարեները սպանեցին, փարած դերը խաչեցին, Ստեփանոսը քարգոզելով մերցուցին, մեզ ալ գարկիլեն ավետարանը հետանոստերուն քարոզել է, այսպես իրենց կորձած մեղքերնին ամփոխչացուցին եւ Աստուծո փարգությունը հասած է իրենց վրա։ Դժբախտաբար հինենիվեր վերհիշալ տասագարքի պատկանող մարդոց թիվը քիչ եղած չէ, որոնք գսեն մենք փրկության ավետարանը լսելու գարիքը չունենք, մենք արդեն քրիստոնյա ծնած ենք, մինչդեռ Աստուծո խոսքին ուսուցումը հստակ է, թե որևէ մեկը քրիստոնյա չի ծնիր, այլ քրիստոնյա գդառնա, եթե Քրիստոսը ընդունի որպես փրկիչ եւ դեր։ Սատանան ուրիշ ցև մնալ կդած է մարդոց փրկութենը հերացնելու, այդալ մարդոց ուրիշ ավետարան ներկայացնելով։ Ան Սատանան մոլար վարդապետներ կգործածե իր նպատակին հասնելու համար եւ արդեն մեծ հաջողություն արձանագրած է։ 17-ին 18-ն ալգարտանք գսե իսկ մենք եղբայրներ իրավ քիչ մադեն ցեզմե որ մնացինք երեսով ու ոչ թե սրդով, բայց ավելի չանացինք ծեր երեսը դեսնել մեծ փապակով։ Արաքյալը այստեղ սուրբ զգացումներով գարդայդե իր սերը ըսելով քիչ մադեն ֆիզիկապես հերու մնացինք, բայց ոչ սրդով։ Չանացինք ծեր երեսը դեսնել մեծ փապակով։ Եթե հիշենք Արաքյալի նախկին կյանքը, անոր վարմունքը քրիստոնյաներուն հանդեպ եւ բախտադենք այս տեղի խոսքերուն հետ, անհավատը զարմանքով բիդեսե ինչպես կլա այս, իսկ հավատացյալը առանց վարանելու գսե Աստուծո շնորհքը այս ըրավ։ Հակառակ դիրող աննպաստ պայմաններուն ու վիճակներուն Արաքյալը Թեսաղոնիկեի նորահավատ քրիստոնյաներով մտահոգված էր։ Ան թե մեղավոր հոգիներու փրկությունով հետաքրքրված էր եւ ավետարանը կքարոզեր ուր որալ գտնվեր եւ անոնց համար ցավ կքաշեր որ մարդիկ արթնան փրկվին եւ թե փրկված հավատացյալներուն հոգեվոր շինության ու անոնց հավատքը ողջամիտ վարդապետության վրա հաստատելու համար մեծ աշխատանք կդաներ։ Աստված ոչ միայն մոլերան դարսոնցի Սողոսը շնորհքով փրկեց, այլ նաև իր ցերքի մեջ ընդիր անոթմը կորձածեց այն հետանոսներուն ավետարանը քարոզելու, որովհետև դեսավ անոր անգեղծ սերը եւ Աստուծո հանդեպ ունեցած նախանցախնդրությունը, բայց դքիդության մեջ լալով, ինչպես ինքնալ դեր մգսե, ես այս ամենը դքիդությամբ ըրի։ Եվ գսե, մեկ երկու անգամ ուզեցի ցեզիկալ, բայց Սատանա մեզ արգիլեց։ Սատանա մեզ արգիլեց։ Գարտացինք հոստեղ 18-րդ համարը։ Ասոր համար ես Բողոս մեկ երկու անգամ ուզեցի ցեզիկալ, բայց Սատանա մեզ արգիլեց։ Սատանան գրնա արգիլել։ Այո։ Այս նյութը ընդարձակ նյութ մնե
եւ շատերու զայրահեղ քաղաքարներու մատնած է անոր համար գփապակիմ եկող ուրփաթ սերդել այս ուղությամբ այս համարը պիտի շարունակենք եկող ուրփաթ այսօրվա մեր խորհրդածությունը հոս փագենք այնպես որ փառք տանք Աստուծո անոր գադարած սկանչելի կորձերուն համար եւ մարդոց սրդերը ինչպես գհեղաշրջե գփոխե ցանկերը գփոխե ինչպես դարսոնցի սողոս եւ հիմա ցանկի աննպաստ պայմաններու մեջ իրեն միակ նպատակը միակ նպատակը ավետարանը քարոզել է երանի թե մենգալ որպես հավատացյալներ Տերոջը ցերքի մեջ ընդիր անոթներ դառնանք եւ մեր շուրջը գտնվող մարդոց ավետարանի բարիլուրը դարածենք եթե դերը գամի քալ ուրբաթ պիտի շարունակենք 18-րդ համարեն ըսկսյալ թող Աստուծո խաղաղությունը ծեր բոլորին հետ լա եւ իր շնորհքի մեջ բահեցես եւ աջեցնե իբարս երրորդության ամեն